խնդիրը շատ լուրջ է, ժողովուրդը բողոքում է տրանսպորտային փոփոխություններից, որը որ բերում է լրացուցիչ ֆինանսական ծանրաբեռնվածություն բնակիչների եւ անհարմարություններ։ Երեք քննարկում ենք արել տարածքային կառավարման նախարարության ներկայացուցիչների հետ, բայց դեռևս ոչ մի լուծում չունենք այդ ամեն ինչի հետ։ Այսօր կոնկրետ ինչ են ասել ձեզ երեք։ Դե քննարկման մեջ է դեռ հարցը, հավաքագրվել է ստորագրահավաք կազմակերպել երկու վարչական շրջաններում, ավելի քան 5000 ստորագրություն մարդ դիմել են դիմումով կառավարություն եւ լիազոր մարմին։ Հիմա իրանց հետ պետքա կազմվի կոնկրետ հանձնախումբ, առաջարկ ա եղել, որ կազմվի հանձնախումբ, կոնկրետ իմ կողմից է դիմումը գրվել, առաջարկ ա եղել, որ կազմվի հանձնախումբ, որը որ պետքա քննարկի այս հարցը, ու մինչեւ այդ հարցի լուծումը պետքա տրանսպորտը աշխատի, որպեսզի կաթվածար չլինի համայնքները երկու։ Հիմա տեսնենք Պատրաստվում եք փակել փողոցը։ Չէ, փակելու հետ կապված ես փակելու մասին բացասական որոշում ունեմ, որովհետև փողոց փակելը դեռևս պետքա լինի այն ժամանակ, երբ որ բոլոր ճանապարհներով սպառված լինի քննարկումը, բայց քանի որ քննարկումը գնում է, կարծում եմ փողոց փակել այդքան ակտուալ չի։ Այսինքն ինչ-որ չափով հույս ունեք, որ ձեր խնդրին լուծում կգտնի։ Տեսեք, հույսը ասվածը այնպես չի, որ հույսի համար են ժողովուրդը պայքարում, ժողովրդի պայքարը արդար է, իրանք ուզում են ունենան այն ինչ որ կա, այսինքն եթե ծառայությունը մատուցվեր է, փոփոխություններ պետք է լինեն կամ համարժեք կամ դրանից ավելի լավը, որ ժողովուրդը դրանից ոչ թե տուժի, այլ գոնե փոփոխությունները աննկատ լինեն եւ ֆինանսական եւ իրենց ժամանակի, որովհետեւ հիմա մեծ համայնքներ են երկու համայնքներ, ուսանողների եւ աշակերտների եւ ուսումնական process-ում ներգրավված մարդկանց մեծ ծավալ կա, ժամային գրաֆիկ կա, որը որ խախտվում է այս փոփոխություններով ու այդքան հավատալ չկա բանին, էլի այդ տրանսպորտային ծառայության մատուցողների ծառայությունների նկատմամբ, բայց դա դիսկուսի քննարկման արդյունք է, պետքա քննարկումներ լինեն ու այդ արդյունքում ձևավորվի ճիշտ որոշումը։